Բարի լույս հարգելի հայրենակից, ժամը այսօր առավոտը 9:45 նշանակված է դատական նիստ, որի ժամանակ պետք է հրապարակվի պարոն Վարդան Ղուկասյանի վերաբերյալ դատական ակտը խափանման միջոց ընտրելու մասին, թե ինչպիսի խափանման միջոց արդյոք պետք է ընտրվի կամ չպետք է ընտրվի և ինչպիսի խափանման միջոց պետք է ընտրվի։ Քննիչը ներկայացրել է միջնորդություն կալանավորման վերաբերյալ 2 ամիս ժամկետով, նիստը դեռ չի սկսել, ես սպասում եմ, հիմա ուզում եմ ձեզ նաև ցույց տալ դատարանի դահլիճի մոտ գտնվող մարդկանց, անցել է 24 ժամ այն ապօրինի ձերբակալումից, որի ականատեսը եղանք և մենք, և համայն աշխարհը, այսինքն ամբողջ աշխարհը նույնպես տեսավ այդ ապօրինի ձերբակալությունը, որը կարելի էր իրականացնել քաղաքակիրթ ձևով, այսինքն նույնիսկ դրա կարիքը չկար, եթե կարիք կար խափանման միջոց կալանավորում ընտրելու, ապա կարելի էր ընդհանրապես որևէ անձ չձերբակալել, մասնավորապես պարոն Ղուկասյանին, այլ հրավիրել դատարան և այս հարցը քննարկել։ Մինչդեռ մենք տեսանք ինչպես դա տեղի ունեցավ։ Հիմա ցույց տամ ոստիկանական խումբը, թե ինչի է հավաքվել, ինձ համար հայտնի չէ այստեղ և ինչու է այստեղ այս ծառայությունը իրականացնում։ Նայեք ոստիկանները, այստեղ դահլիճի դուռն է, դուռը փակ է, դեռ չի եկել հետադարձը։ Պարոն Ղուկասյանը գտնվում է այս շենքում, դատարանի, հակակոռուպցիոն դատարանն է։ Հիմա տամ մեր հարգարժան ոստիկաններին, ովքեր այստեղ ծառայություն են իրականացնում, ինչի են եկել չգիտեմ, այս ծառայությունը այստեղ այսպես ուժեղացված ինչու է իրականացնում, պարզ չէ, բայց սա է դատարանի այսպես կոչված հակակոռուպցիոն դատարանի բակն է, այստեղ տարբեր գործերով դատական նիստեր են անցկացվում, բայց մենք այդպես է չհասկացանք, թե ինչի մասին են այդ դատական նիստերը և ինչ կոռուպցիա են բացահայտել, գլխավոր կոռուպցիոներները այսօր էլ գործի մեջ են և այսօր էլ նորից շարունակում է տիրել կոռուպցիա ողջ պետական համակարգում, դրա մասին էր հենց վկայում երեկվա նաև գործողությունները։ Հիմա ցույց տամ, չի ավարտվել, ուղղակի դեռ չի էլ սկսել։ Սպասում եմ, էսա, տեսեք, այս մեր ոստիկանական խումբը ապօրինի ձերբակալությունից հետո անցել է 24 ժամ։ Ես հետո, որ արդեն այս դատական ակտը կհրապարակվի, դրանից հետո արդեն կանդրադառնամ և